Ինչպես է թմրամիջոցը հայտնվել Օրգովի բնակիչ 12-ամյա տղայի օրգանիզմում։ Ներքին գործերի նախարարն այսօր մանրամասներ հայտնեց աղմկահարույց միջադեպից։ Տարբեր հանգամանքներ են քննարկվել, քանի որ էքսկուրսիայի էին գնացել տվյալ դասարանով, ուսուցիչները եւս ուղեկցել են, տարբեր վարկածներ կային կապված միջավայրի հետ, բայց այս պահին թույլ տվեք ձեռնպահ մնալ որևէ բան հայտարարելուց, որովհետեւ ի սկզբանե որոշ վարկածներ կային, որոնք հերքվեցին։ Դրա համար մի փոքր աշխատենք ավելի ինտենսիվ, շարունակենք աշխատանքը, անպայմանորեն կհանրայնացնենք։ Ոչ, նմանատիպ դեպք չունենք, բայց միանշանակ է, որ ամբողջ դասարանին ենք նաև ուշադրության կենտրոնում պահել եւ դպրոցին, որպեսզի հասկանանք ռեալ պատկերը ինչպիսին է եւ եթե կա լրացուցիչ այլ անձ ներգրաված թեմայում անպայմանորեն դա է։ Նախարարը չմանրամասնեց, թե ինչ վարկածներ են քննում իրավապահները։ Գյուղի բնակիչները, սակայն որոնց քննիչներն արդեն հարցաքննել էին, նախորդին մեզ պատմում էին, որ ի սկզբանե դիտարկվել է քաղցրավենիքի միջոցով թմրանյութը երեխային փոխանցելու վարկածը, ապա ծխախոտի միջոցով։ Օրգովցիները սակայն չեն հավատում, թե Արենը կարող էր նման քայլի դիմել։ Բայց այդ երեխան շփում տեսել եմ խոսքի մենակ է թալուցել, ինչ ծխել, ինչ բան, որ ասում են ծխելուց, համի չգիտենք ինչա։ Ինչ թմրամիջոց է եղել, ինչ են ասել են Քուրջան, չգիտեմ։ Սինթետիկը հիշում եմ, բայց անունը չգիտեմ, ասել են երեք, լսել եմ, բայց մի որ ասեմ կաղա սութել։ Հարազատ մարդու երեխային ինքը շատ լավ խելացի, դպրոցը շատ լավ սովոր, շատ պարյադիշնի կուլտուրական իր հագուկ մաքրությունը, ինքը շատ խելացի երեխա է։ Ձերբակալված անձինք այս պահի դրությամբ չկան, կարելի է ենթադրել Արփինե Սարգսյանի խոսքից, սակայն նախարարը վստահեցնում է, տեղի ունեցած այս արտակարգ միջադեպն իր ուշադրության կենտրոնում է, առաջիկայում իրավապահները հանդես կգան մանրամասն տեղեկատվությամբ։ Սկզբից ունեինք անձ նույնականացված, բայց կարծես թե փաստերը բավարար չէին եղել, որպեսզի վստահ լինենք, որ տվյալ անձի կողմից է կատարվել։ Հավելյալ մանրամասներ այս պայմանությամբ չեմ կարող հայտնել, բայց ուզում եմ նշել, որ փորձաքննության արդյունքում, ինչպես գիտեք, թմրամիջոցի հետք էր նախնական տվյալներով հայտնաբերվել։ Այս պայմանությամբ աշխատում ենք, որպեսզի տեսնենք ամբողջ պատկերն ինչպիսին է եւ արագ գնանք առաջ։ Տեղի ունեցածից հետո գյուղի բնակիչները վախեցած են։ Այս օրերին երեխաներին թույլ չեն տալիս միայնակ դուրս գալ տնից։ Թեև դեռևս չի ապացուցվել, որ երեխայի օրգանիզմում թմրամիջոցը հայտնվել է դպրոցի կազմակերպված էքսկուրսիայի ժամանակ կամ ուսուցիչների անուշադրության պատճառով, այս օրերին հատկապես երեխայի դասընկերների ծնողներն են անհանգստացած։ Սաղն էլ վախեցած են։ Ես եմ վախեցած եմ։ Վաղն էլ կարող իմ երեխուն տան, իմ աղբոր երեխուն տան։ Մենք սաղս գյուղով ուզում ենք շուտ երեխան հիշողությունը գա տեղը, պատմի, որ իմանանք այդ ականքով է։ Էքսկուրսիայի համար պատասխանատվություն կրող դպրոցի տնօրեն է Էդգար Չաթոյանը, թեև չի ցանկանում որևէ բան բացառել, քանի որ դեռ քննությունը չի ավարտվել եւ տեղի ունեցածի հանգամանքները չեն պարզվել, սակայն նշում է էքսկուրսիայի ժամանակ 21 աշակերտներին եւ 7 ուսուցիչներին տեղափոխող ավտոբուսը գյուղից շարժվելուց հետո մինչեւ տնկարան հասնելը որևէ այլ վայրում կանգառ չի արել, այսինքն երեխաները որևէ տեղից սնունդ գնելու կամ այլ բան վերցնելու հնարավորություն չեն ունեցել։ Ընկերությունը բարեգործական է, բոլոր երեխաներին հյուրասիրել են։ Եվ դա միայն մեր դպրոցի երեխաներին չի, բոլորին իրանք հյուրասիրում են, ըստ մեր ունեցած տեղեկությունների, էլի։ Եվ ուսուցիչները ասել են, որ հյուրասիրել են լավաշ, պանիր, վարունգ, հա, բայց տեսեք, եթե ընդունենք նշված հանգամանքը, ապա դա չէր կարող անդրադառնալ մեկ երեխայի վրա, էլի։ Արենի համադասարանցիներից մեկի հայրը Մեսրոպը նախորդին մեծ զրույցում պատմում էր, երեխան շուրջ 1 ամիս հորաքրոջ մոտ է բնակվել Մերձավանում։ Երեխու թևը ջարդվել, տարել են բաների, մասաժների, որ բացվի թևը։ Մի քանի օր առաջ է Դեպքից մի քանի օր առաջ է, որ երեխան մասնակցեց էքսկուրսիային։ Օրգովի բնակիչը պատմում էր, ինչպես հարցաքննության ժամանակ իրենց հայտնել են իրավապահները, քննում են նաև այդ վարկածը, որ գուցե հենց Մերձավանում են փոքրիկին փոխանցել թմրամիջոցը։ Արփինե Սարգսյանն ասում է, առաջին անգամ է, երբ այդ տարիքի երեխայի օրգանիզմում թմրամիջոց է հայտնաբերվում։ Նա վստահեցնում է, իրավապահներն անում են ամեն ինչ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու եւ մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ։ 12-ամյա Արենը 2 օր առաջ է դուրս գրվել հիվանդանոցից։ Առողջական վիճակը սակայն հարազատների խոսքով լավ չէ։ Ասում են, խոսքը կծկտուր է, անտրամաբանական, ծնողներին ու հարազատներին չի ճանաչում։